Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 15-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թիվ 1 իրադարձությունը աշխարհի տևական ժամանակ մնում է ուկրաինական պատերազմը, նրա արդյունքները, որով պայմանավորված է նաև ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, պայմանավորված է դրանով նաև ինչպիսին կլինի Հայաստանի ճակատագիրը, որովհետև Հայաստանը առայժմ մնում է ռուսական ազդեցության տակ, հիմա էլ ինչպես տեսնում եք ընտրական պատերազմը գնում է, ով պետք է սպասարկի ռուսական շահերը Հայաստանում։ Իսկ դա մեզ համար խիստ մտահոգիչ է, նայելով թե ինչ է կատարվում աշխարհում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում պատերազմը անվանել է արյունալի կոտորած, որի ընթացքում միայն հոկտեմբերին սպանվել է 25,000 ուկրաինացի և ռուս։ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ հույս է ունեցել ավելի արագ կարգավորման և համաձայնել է լրագրողի այն դիտարկման հետ, որ շարունակվող մարտերը նյարդայնացնող են։ Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ, ես կարծում էի, որ դա հեշտ կլինի։ Միևնույն ժամանակ Տրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում մարտերը շուտով կավարտվեն, դա կլուծվի։ Հուսով եմ շուտով, ասել է Տրամփը։ Տրամփն ասել է, որ ԱՄՆ ճնշում է գործադրում մի քանի երկրների, այդ թվում Հնդկաստանի վրա, ռուսական նավթի գնումները կրճատելու համար։ Սա իհարկե առաջի դեպքը չի Դոնալդ Տրամփը, որ խոսում է այն մասին, որ ինքը կարծում էր, որ լավ հարաբերությունները Պուտինի հետ կկարգավորի այդ պատերազմը, հա, բայց այդպիսի իր պատկերացման վրա, որը կառուցած էր նախապատերազմյան ժամանակվա իր առաջի պաշտոնավարման արդյունքներով, պատերազմից հետո նոր աշխարհակարգ էր, նոր իրավիճակ։ Չպետք է շտապեր իր վերաբերմունքը Պուտինի հանդեպ արտահայտեր, նոր հետո համոզվեր, որ դա այդպես չի։ Մի քիչ կխորանար իրավիճակին, կծանոթանար, համապատասխան քայլերը կաներ ու արդյունքը կտեսներ Ռուսաստանի կողմից։ Որովհետև այն, որ ինքը թյուրիմացության մեջ է, որ Պուտինն իրան չի լսում, այդ թյուրիմացության արդյունքում կարճատև պատերազմի եւ ավարտով հասարակությանը ներկայացվեց մի ծրագիր, որ եկեք Ամերիկայի հարցերը այսպես լուծենք։ Հիմա բայ այդ մարդիկ, որ խապված են, ինչ անեն։ Չէ՞ որ նրանք է սպասելիք ունեին, որ Ամերիկայի քաղաքացու վիճակը լավանալու է։ Այն դեպքում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին ինչքան էլ մտածի իր պրոբլեմների մասին, ինչքան մտածի իր բարեկեցության մասին, նա իրան միշտ լավ ազգում, հպարտ ազգում, որ ինքը աշխարհի ամենահզոր պետության քաղաքացին է եւ աշխարհի կարգ ու կանոնի համար պատասխանատու է եւ իրավասու է նաեւ ինքը, թեկուզ լինելով շարքային քաղաքացի, թեկուզ լինելով մի շարքային տեղ աշխատել, նա հպարտանում է այդ պետությամբ, որը որ այդպիսի դիրք ունի աշխարհում։ Եթե այդ աշխարհի այդ դիրքն էլ կորցնում ես, բարեկեցությունն էլ չես ավելացնում, հարցը ծագում, բայց ինչ եք անում։ Այնպես որ այդ հարցն էլ ամեն դեպքում, երբ որ քայլը դրվեց, որ ժողովուրդ ինչի հետևից եք ընկե բարեկեցության մասին մտածեք եւ ընտրողին տրամադրեն, որ նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավոր ա եղել Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար, Բուդապեշտի մեմորանդումը հայտնի 94 թվականի դեկտեմբերի 5-ի, պետք չի դրան ուշադրություն դարձնել։ Կարևորը հո դա չի, որ Ամերիկան խայտառակ կլինի, եթե ինքը երաշխավոր է կանգնել, բայց Ռուսաստանը դա չի հարգում։ Պետք է ագրեսորին պատժել, որը չի հարգում Միացյալ Նահանգների կարծիքը։ Բայց չասին, դե կարևորը դա չի, կարևորը հարկերը կպակասացնեն, կարևորը լավ կապրեք։ Փոխեցին այդ մարդկանց պատկերացում, որ իսկապես մտամերին չինա պետք Ուկրաինայում ինչ են անում։ Խոսքը Ամերիկայի պատվի ու արժանապատվության մասին է։ Պուտինը չի հարգում այդ երկիրը։ Այդ ստորագրությունը, եթե դրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինտոնը, բայց չի նշանակում, որ Քլինտոնը իր անունից է դրել, գնաց տուն վերջացավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ես խայտառականում, եթե հետ ես քաշվում։ Այնչի եմ ասում, որ սա հարց էր, իհարկե այն մյուսն էլ մի ուրիշ առիթով էր թյուրիմացության մեջ, ասում էր կարծում էինք 3 օրում կգրավենք Ուկրաինան։ Այսինքն երկու անտեղյակների այս համույթը խնդիր է, չէ՞ որ հիմա գոնե պետք է վերանայվի, բայց մի բան գոնե հստակ է, որ
սանկցիաների առումով հիմա շարունակում է Դոնալդ Տրամպը, իսկ այն ինչ սանկցիաներ, որ կիրառում է Դոնալդ Տրամպը, շատ ավելի արդյունավետ սանկցիաներ կիրառում է Ուկրաինան, հարված հարցնելով նավթավերամշակման գործարանի, շատ ծանր հարված հասցնելով, հիմա ավելի շատ գնում է նյարդային պատերազմ, Ռուսաստանը փորձում է մի քիչ էլ առաջ գնա, կոնկրետ դիրքեր վերցնի, որ ասի, տեսեք, առաջ եմ գնում, ես հաղթում եմ, որպեսի գոնե Դոնալդ Տրամպին կարողանա համոզել, բայց չեմ կարծում, որ այլևս Դոնալդ Տրամպը դրա վրա կխաբվի։ Արդեն ինքը վիրավորված է, որ փորձել են իրան խաբել։ Հուսանք, որ ինքը իսկապես ճիշտ դիրք կբռնի, որովհետև հիմա այդ զուգահեռ է այդ հարվածները եւ սանկցիաներն այդքան արդյունավետ չէ լինի, եթե Ուկրաինան էլ ներքին սանկցիաները չկիրառեր եւ շարքից չհաներ նավթավերամշակման գործարանները։ Էնպես չի, որ այսօր ենթադրենք նավթը չարտահանեց Ռուսաստանը, անմիջապես երկիրը փլուզվեց, բայց նավթի վերամշակման գործարաններին հարվածները նաեւ երկրի ներսում են տեսնում ինչա կատարվում։ Տարբեր բնակավայրերին հասցված հարվածներ իրանք հասկացան, որ խանդավառությամբ Պուտին է իր գովում, ոգևորված էիք, հա գնացին Ուկրաինայում սպանեցին, լավ են անում, մենք մեր հողն ենք ուզում եւ այլ, հետո մեկ է տեսան, որ այդ պատերազմն եկավ իրենց տուն, այդ խանդավառությունը կամաց պակասեց։ Իսկ հիմա մենք դրանից լուրջ եզրակացություններ ունենք անելու, որովհետեւ եթե աշխարհի ճակատագիրը որոշում են այսպիսի հարաբերակցությամբ, բա մենք ինչ ենք անում, չէ՞ որ մենք էլ ունենք Նիկոլ Փաշինյան, որը որ կարծելով, որ այդ 3 օրում եթե չէ գոնե մի շաբաթում պատերազմը կավարտվի, գլխապատար գնաց Պուտինին հավատարմության երթումը տվեց, որն էլ սենց մնաց այ իրա վզին գցած թոք, որ ինքը հենց ինչքան փորձում է հանկարծ մի քիչ տարանջատվել, մտածելով, որ չէ, կարող է իրավիճակը ուրիշ լինի, իրան բացատրում են, ասում են տղա ջան, այս որ քեզ փերել ենք ու կզել ես, բա ձայնագրել ենք, չէ՞։ Բա դու կարող ես հանկարծ տենց Ռուսաստանի վրայից թռնես։ Ռուսաստանը ամբողջ աշխարհը միջ կորցնի, Հայաստանը չի կորցնի, որովհետև ռուսամետ ուժերը տեսնում եք ինչ են իրանց կոտորում եւ իշխանությունը, որը որ դե օխայտարակ չի լինելու, հանկարծ դնեն ասեն ես դու չէիր, եկել էիր հավերժության հավատարմության երթում էիր տալը, բայց ժողովուրդը կրակն անգել էս երկուսի ձեռը։ Դրա համար մենք ուշադրությամբ դրան կհետևենք, բայց կարծում եմ, որ նաև եթե մարդիկ նայում են ռազմական քրոնիկայի մեջ առանձնապես ես երբեք չեմ մտնում, միշտ տալիս եմ քաղաքական գնահատական, նույնիսկ եթե շատերը տեսնում են, որ այո, Ռուսաստանը ինչ որտեղ առաջագալիս մետրերով կամ կիլոմետրերով, նա որակապես շատ լուրջ բաներ է կորցնում իր ենթակառուցվածքներին տված հարվածով։ Այո, հիմա ծանր ժամանակներ է նաև Ուկրաինայի համար, կոռուպցիոն սկանդալը նաև շատ ծանր հարված է նաև Ուկրաինայի իշխանությանը, նրանք ովքեր պատերազմին աջակցելը ցանկություն չունեին, հիմա հազիվ առիթ կտան, բա տեսեք մեր տված փողերն ինչ եք անում, շատ լուրջ խնդիրներ ունի Վոլոդիմիր Զելենսկին, որ ինքը ապացուցի, որ այդ թյուրիմացությունը հարթված է, եւ ինքը որևէ պարագայում չէր կարող դրա հետ կապ ունենալ, որովհետեւ դա իսկապես շատ ծանր հարված էր այն ուժերին, որոնք որ դա առիթը պետքա օգտագործեին։ Կոռուպցիայից ոչ մեկը չի երաշխավորված, բայց դա իսկապես պատերազմի այս թեժ պահին լուրջ հարված էր, պետքա շատ արագ կարողանան այդ վստահությունը վերականգնել, որովհետև պատերազմի հակառակորդներ քիչ չեն նաև արևմուտքում։ Հիմա տեսնենք մեկ ուրիշ հարց էլ, որը էլի պակաս մեզ չի հետաքրքրում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը վզանգարել է Թայլանդ, Կամբոջա, Հարավարևելյան Ասիայի հարևանների միջև նոր բախումների հետ իր միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրին աջակցելու համար։ Բացի դրանից Թայլանդից էլ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները տեղեկացրել է Բանգկոկին, որ դադարեցնում է փոխադարձ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, մինչև Թայլանդի կառավարությունը չհաստատի Կամպուչիայի հետ հրադադարի պահպանման հանձնառությունը, չնայած Կամպուչիան ավելի շատ են հին անուններ, չգիտեմ ինչի է մամուլում սենց գնացել, մի մոմենտ դառավ Պոլ Պոտի ժամանակ Կամպուչիա, հետո դառավ նորից Կամբոջա, բայց ոչինչ, ոնց կար տենց կարդացի, հարցը ստեղ նաև ինչն է, ֆայլը մեզ հետաքրքրում ինչով, առաջինը որ տեսեք Դոնալդ Տրամպը խաղաղություն աբել է, թվարկում էր, չէ, 8 ամսում 8 խաղաղություն, սա այդ խաղաղության 8-ից մեկն է, սա մեկ, եւ երկրորդ, այն սանկցիան, որ ինքը կիրառում է զսպելու համար, դա ընդամենը առևտրային
պայմանավորվածություններն է, որ եթե այդպես է, մաքսատուրքերը մենք այսպես կսահմանենք, իսկ պատերազմող երկրները առանձնապես շատ չեն հուզում, թե մաքսատուրքը Ամերիկայի Միացյալ Նահանգները կբարձրացնի, թե չէ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իր աշխարհի այն դերակատարությունը կորցնի Ռուսաստանին ռազմավարական պարտություն չմատնելով, դրանից հետո մտածեց, որ մաքսատուրքային պատերազմով Թայլանդն ու Կամբոջան պետք է քեզ լսեն, եթե իմանան քո գործիքը դա է, կարող են ընդհանրապես չլսել, որտեղ շատ ավելի ուրիշ բաներով առաջնորդվել։ Ու բացի դրանից, սա նաև մեկ ուրիշ հարցով է մեզ վերաբերում, բացի այն, որ Դոնալդ Տրամպի երաշխավորված խաղաղությունը այդքան էլ այդպես չէ, այն դեպքում, երբ որ մեր պարագայում Դոնալդ Տրամպի անվտանգային երաշխիք մեր չենք ստացել, այդ մեզ էին փորձում թյուրիմացության մեջ գցել, իրականում դա չկա։ Եվ երկրորդ հարցը կայանում է նրանում, որ այո, այդ խաղաղության ապահովումը, երբ որ Նիկոլ Փաշինյանը նաև խոսում էր, երեգել այդ մասին խոսեցինք, որ Տրամպի երթուղին ինչի պիտի չաշխատի, բոլոր կողմերը շահագրգռված են, ինչպես տեսնում ենք, բոլոր կողմերն շահագրգռված են Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարենպաստ մաքսային ռեժիմով աշխատել, Թայլանդն էլ, Կամբոջան էլ, Ամերիկան էլ, բայց ինչպես տեսնում եք, պատերազմը շարունակվում է կամ լարվածությունը առաջանում կարող ամբողջական չշարունակվի։ Այսինքն պետք չի մարդկանց խաբել թյուրիմացության մեջ գցել, ու երբ որ մարդիկ այս ամեն ինչը բերում են ներկայացնում են, որ օրինակն է ձեզ այդպես վստահություն տալի, որը չէ որ մեր աչքի առաջ չէ կատարվում։ Ասում եք ո՞նց կարող է պատահել ռացիոնալ մտածող մարդիկ չուզենան Տրամպի ուղին աշխատի, եթե դրանից բոլորն օգտվելու են։ Այսպես, հենց այսպես, Թայլանդի ու Կամբոջայի նման որ կարա նորից պատերազմ սկսեն։ Ամերիկային էլ ասեն, լա մի րոպե քո ժամանակը չի սպասի տենանք ինչ ենք անում։ Հալուցումը կգտնեն։ Բայց մենք իրավունք չունենք սխալվել, սրա մասին է խոսքը։ The New York Times-ը հաղորդում է, Թրամփի վարչակազմը պատրաստում է մաքսատուրքերի լայնածավալ արտոնություններ Ամերիկայի սպառողներին անհանգստացնող պարենամաթերքի բարձր գները նվազեցնելու համար։ Այս փոփոխությունը կվերաբերի նախագահի կողմից ապրիլին հայտարարված որոշ փոխադարձ մաքսատուրքերի, մասնավորապես այն երկրներից ստացված ապրանքներին, որոնք առևտրային համաձայնագրեր չեն կնքել վարչակազմի հետ։ Եթե առաջարկը կյանքի կոչվի, սա ևս մեկ նահանջ կլինի տնտեսական հիմնական ոլորտներից մեկից։ Այդ թերթի եզրակացությունն է։ Այո, սա խնդիր է, որ Դոնալդ Տրամպը այս գործիքը ցանկանում էր ցույց տալ, որ սրանով տեսեք ինչ հարցեր եմ լուծելու, ինչքան գումար եմ հավաքելու, դրա մասին շատ ենք խոսել, բայց մի հատ էլ անդրադառնանք, որ եթե դու մաքսատուրքը դնում ես, պատասխան մաքսատուրք են դնում, դու ապրանքի գինը բարձրացնում ես, դրա վճարողը լինում է քո բնակիչը, դրանից նրա կյանքը չլավացավ։ Իսկ երկրորդ այդ հավաքված գումարը, երբ որ դու հարված ես հասցնում գնողունակ պահանջարկին, այդ հավաքված գումարը դու այնքան պարտքեր ունես պետական, որ հազիվ պարտք ես փակում, դրանով որևէ բարենպաստ հարց լուծել չես կարող։ Իսկ հիմա այդ ամեն ինչը հասկացան, բայց հասկացան ոչ միայն Դոնալդ Տրամպը, չէ՞։ Հասկացավ ամբողջ աշխարհը, որ այդ գործիքը չի աշխատում կամ աշխատում է Միացյալ Նահանգներին ի վնաս։ Ես սկսում եմ Միացյալ Նահանգների հետ կապված վերաբերմունքը այլ ձևով կառուցել։ Իսկ Միացյալ Նահանգների կարծիքը հաշվի չառնել, այդով ռիսկ կաներ։ Ինչպես տեսնում եք, լավ էլ ռիսկ են անում, որովհետև տեսնում են, որ Միացյալ Նահանգները ոչ թե այն իրական գործիքը, որտեղ ինքը ուժեղ է, ինքը դրանով քայլանում, այլ անում այնտեղ, որտեղ դու ոչ պակաս տուժելու ես։ Տեղական արտադրողը սկսի արտադրել այդ ապրանքի տեղը, որը ներմուծում ես, ավելի թանկ ալնելու։ Քո բնակչի կենսամակարդակը բարձր է, այդ գինը նստած է ապրանքի մեջ։ Դրսից առնես մաքսատուրքը բարձր է, ավելի թանկ ալնելու։ Դու արտահանել անում ես դրա վրա մաքսատուրք դնեն պատասխան, կարող է քո ապրանքը չվաճառվի նորմալ քանակությամբ։ Բացի դրանից արդեն ուրիշից առնեն, որովհետև քո ապրանքը այլևս թանկ է։ Ոնց դա հնարավոր, որ այդ տարական բանը չիմանալ, էլի։
Եվ հիմա արդեն ուղի են որոնում, որ դա կարգավորեն։ Լավ, գոնե էլի կարգավորեն, էլի դա կարգավորեն, հասկանանք, որ գոնե ի վերջո այդ փուլը շրջանցեցին, ինքը մտածի Միացյալ Նահանգների այն իրական դերակատարության մասին, որը որ ունի։ Բայց եւ նաեւ նայենք, որ Դոնալդ Տրամփի վարչակազմը հաստատել է Գերմանիային մինչև 3.5 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռների պոտենցիալ վաճառքը, քանի որ Բերլինն աշխատում է իր ռազմական ներուժի ամրապնդման ուղղությամբ։ Իսկ մենք շատ ենք խոսել, որ Գերմանիան, որի նկատմամբ կար անվստահություն, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմում երկու համաշխարհային պատերազմ նրա դերակատարությունը խիստ անվստահություն կար Գերմանիայի նկատմամբ, որ Աստված չանի, որ զինվի, չես իմանա ինչ կանի։ Անգամ հիշել ենք նաև պարբերաբար էլ հիշեցրել, որ անգամ Գերմանիաների միացման նախաձեռնությունը խորհրդային միությունից եկավ Միխայիլ Գորբաչովից։ Գորբաչովն էր համոզում Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, որ ժողովուրդ ջան մի անհանգստացեք, Գերմանիա որ միավորվի վտանգ չկա։ Անգամ երկու տարածքը միավորվելը արդեն անհանգստացնում էր իր բարեկամ հարևաններին, որ այս ինչա տեղի ունենում, բա որ հանկարծ ուժեղանա, բայց այսօր երբ որ արդեն ուկրաինական պատերազմի հետ կապված Դոնալդ Տրամփն էլ ասեց Եվրոպան պետք է բեռը իր վրա վերցնի եւ նաեւ եվրոպական երկրները պետք է համախառն ներքին արդյունքի մոտ 5% ծախսեն, դե եթե իրանց վրա վերցնեն, շատերը արդեն խնդրեցին, որ Գերմանիան ավելին անի, քան անում է։ Այսինքն այդ անվստահությունը ոչ միայն կոտրվեց, մի բանը խրախուսեցին, որ Գերմանիան դա անի։ Իսկ Գերմանիան այդ առիթը բաց չէր թողնի, որովհետև ունի Եվրամիության ամենամեծ թվով բնակչությունը եւ համախառն ներքին արդյունքի ամենամեծն է Եվրամիության։ Առիթը ինչի՞ պիտի բաց թողեր, որ Եվ հիմա ինչպես տեսնում եք, ինքը լիդերություն է ստանձնում, որտեղ իր պետությունը այդ հնարավորությունը ունի, որ ինքը այդ լիդերությունը ստանձնի։ Մնում էր, որ պարարտ հող ստեղծվի դրա համար, խնդրեն իր համար, որ ինքը դա անի։ Բայց ինչպես տեսնում եք, Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը լավ էլ այդ ուղղությամբ հետևողական քայլեր անում աթոռին նստած օրվանից։ Ըստ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նպատակներին եւ ազգային անվտանգության շահերին, բարձրացնելով ՆԱՏՕ-ի այն դաշնակցի անվտանգությունը, որը քաղաքական կայունության եւ տնտեսական առաջընթացի շարժիչ ուժն է Եվրոպայում։ Այն ինչի մասին պարբերաբար խոսել ենք, որ այս շանսը բաց չի թողնի Մերցի կառավարությունը, Օլաֆ Շոլցի կառավարությունը շատ զգուշավոր էր այդ ուղղությամբ, կարծում էին, որ այդ զգուշավորությունը նաև կօգնի ընտրություններում հաղթել, ընդհակառակը այդ զգուշավորությունը լավ էլ օգնեց, որ իրանք պարտվեին, լավ էլ օգնեց, որ անվստահություն հայտնեին, լավ էլ օգնեց իրավիճակ փոխվեին։ Չնայած դա բարենպաստ է Եվրոպայի համար, ուզեմ ասեմ, այդ իրանց զգուշավորությունը արդյունքը մենք տեսանք ինչ է։ Դրա համար հիմա ոնց որ իրավիճակը փոխվում է եւ դա ամեն ձևով գիտակցում է նաեւ Միացյալ Նահանգները։ Իսկ դա մեր շահերից է բխում, որովհետեւ մենք ի վերջո պատկերացնում ենք Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տնտեսական համակարգը պատկերացնում ենք Եվրամիությունը։ Եթե Եվրամիությունը անվտանգային հարց լուծի, շատ ավելի ուրախ ենք դրա համար։ Ոչ մի պարագայում մենք չենք կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարելի է անտեսել, դա մեղմ ժպիտ կառաջացնի Միացյալ Նահանգներին անտեսելը նաև Հայաստանի կողմից, բայց որպես համակարգ շատ ավելի մեզ համար արդյունավետ է լինել համակարգի անդամ, որտեղ այնտեղ իրավունքների, պարտականությունների, համակեցության կանոնների շատ խնդիրներ կա, երբ որ դու անդամակցում ես դրան։ Իսկ այնտեղ Միացյալ Նահանգները, ասենք, գործընկերային հարաբերություն կարող է լինել բարձր մակարդակի կամ շատ բարձր մակարդակի, բայց միևնույն է, դա միջպետական հարաբերություններ են, իսկ մենք այն գործընկերը չենք, որ Միացյալ Նահանգների համար դառնանք Իսրայելի չափ գործընկեր կամ դաշնակից։ Դրա համար Եվրոպայի ցանկացած դրական քայլ մենք դրական ենք վերաբերվում դրան։ Իսկ հիմա նայենք ինչ անում մեր հարևանը, որի հետ խաղաղության հետ կապված Նիկոլ Փաշինյան առավոտից երեկո թմբկարում է, բերել են խաղաղություն։ Ադրբեջանի անունից։ Արևմտյան Ադրբեջան համայնքի խորհրդի անդամ Զահիդ Ջաֆարով ինչ է ասում։ Տեղահանության քողի տակ իրականացված ցեղասպանության արդյունքում հայերն էթնիկ զտումներ են իրականացրել եւ Հայաստանում ստեղծել մոնոէթնիկ պետություն։ Ջաֆարովը նշել է, որ Ալիևի ելույթը ծառայել է որպես ուղեցույց իրենց համար։
Այո, Ալիևը ելույթեր ունեցել, բացատրել էր, այդ ամեն ինչի մասին շատ խոսել ենք, անգամ տեղանունները նշել, որ դա ադրբեջանական են, որ անպայման մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր եւ հանձնարարականներ տվել, որ դա անեն։ Եվ ինչպես տեսնում եք, Ալիևը առաջի դեպքը չի, որ ասում է Հայաստանը պետք է մոնոէթնիկ պետություն չլինի, սա նոր չի ասում։ Դա նշանակում է, որ պատերազմից առաջ էլ էր ինքը դա ասում։ Պատերազմից հետո էլ է ինքը դա ասում։ Այսինքն պատերազմը իր համար, իր ծրագրերում բան չի փոխել։ Ուղղակի ախորժակն է բացվել, որովհետև այդ հետևողականորեն, որ մտածում էր Արցախը վերցնի, վերցրեց, հիմա մտածում է իսկ ինչի Հայաստանը չվերցնի, որ։ Այսինքն ոչ թե պետք է մտածել, հա լավ հերթական անգամ ասեցին, ինչի եք դրանից անհանգստանում, հայել ասել են, էլի։ Հայել ասել են ու ձեր աչքի առաջ ի կատար են ասել Արցախի հարցը։ Իրանք այսինքն նշանակում է հետևողականորեն սա են անում։ Եվ դրա համար մենք պետք է մտածենք, իսկ մենք այսօր մենք խոսում ենք մոնոէթնիկ Հայաստանը, որը նրանց դուրս չի գալի, նրանք ասում են պետք է ազգային կազմը փոխվի, բայց մենք մեր աչքի առաջ տեսնում ենք, չէ՞ որ մի քանի տարվա ընթացքում Հայաստանի այդ միասնականությունը մոնոէթնիկ չկա։ Այսօրվա դրությամբ տնես քվեարկես, մի հատ այնց մեր իշխանությունը քաղաքականությունը տանում, այնց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շատ ավելի ջերմ ու մեղմ հարաբերությունների մասին կարող է խոսեն ու վստահելի, քան երկրի ներսում մոնոէթնիկ Հայաստանի պարագայում։ Մենք տեսնում ենք, չէ՞, մի քանի տարին ինչպես կարող է մարդկանց հոգեբանությունը փոխվի, եթե իշխանությունը բարձր աշխատավարձ է տալի։ Այսինքն իրանք երկու ուղղությամբ են աշխատում։ Մեկ դրսից մարդ բերեն, մեկ ներսում մթնոլորտը այնպես փոխեն, որ դրսից բերելուն չդիմադրեն։ Այսինքն իրանք ավելի շատ հիմա զբաղված են ներսը մեզ փոխելուն, ժողովուրդ, միթե դա պարզ չի, որ մենք տեսնենք։ Եվ պատահական չի, հիմա մի հատ բան նայենք։ Ամեն օր Հայաստանը միտեղից մի հատ զենք առներ, Ադրբեջանի վայնասունը սկսվում էր։ Բայրիշ խաղաղությունից ես խոսում, եթե դու զինվում ես։ Էլ ինչի է քեզ Ֆրանսիան զենք տալի, ուրեմն նա չի նպաստում մեր խաղաղությանը եւ այլ։ Եթե դու զինվում ես, ուրեմն մենք էլ դիզինվենք, եթե մենք էլ զինվենք, կգնանք պատերազմով կվերցնենք, եթե դուք չեք հասկանում։ Այտենց օր չկար, որ Ադրբեջանի չասեն Հայաստանը, եթե զինվում է, ում դեմ է զինվում, ուրեմն ինքը պատրաստվում է պատերազմի, եթե տենց է մենք պատերազմ կհայտարարենք։ Հիմա այդ դեպքում հարց։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, ասում են արտաքին պարտքը 8 միլիարդով աճել է, ասում են ինչ եք արել, չգիտեք ինչ ենք արել, լավ չէինք ուզում ասել, էդ էլ ասենք, զենք ենք առել, զենք ենք առել, պարտքով ենք զենք առել, այո, պարտքով ենք զենք առել, ինչու, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Հիմա հարց։ Բայց մի քանի օրը Ադրբեջանի վայնասունն ուր է։ Ինչ ծպտումները դուրս չի գալի։ Բա Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում 8 միլիարդի զենք են առել։ Ալիևը չի ասում, բայց ում դեմ ես առել։ Ուրեմն դա չի նպաստում խաղաղության, ու դու իրականում խաղաղություն չես ուզում։ Ուրեմն դու սահմանադրությունը չես փոխում, որ պատերազմ ես։ Բայց չես մի քանի օրը չկա այդ ցենը։ Հա, որովհետև պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ։ Մարդիկ ուզում են դա հասկանան, չէ՞։ Այդ ինչ լուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել, հոնենք չի, որ ասեք Նիկոլ Փաշինյանն ասեց 8 միլիարդի զենք ենք առել, Ալիևը վախից սսկվեց։ Իրանք շատ ավելի շատ են առնում։ Մեկ, դրան գումարած արդեն անթակույց տեսնում եք, որ Թուրքիայի հետ իրանց բանակները մեկտեղված են երկուս, եւ նույնիսկ անթակույց արդեն իրանք ասում են, որ Պակիստանը, որը միջուկային տերություն է, իրանց թիկունքին կանգնած է ոչ պակաս ակտիվ ու ագրեսիվ, ոնց որ Թուրքիան։ Ինքը վախեցավ այդ 8 միլիարդի Հայաստանի զենքից, չէ, ժողովուրդ։ Պարզապես ինքը Փաշինյանի հետ պայմանավորվել է, որ արխային մենք պասերով այդ ամեն ինչը կանենք։ Թե չէ այսքան ընթացքում չեր ասում զենք ենք առել ու հիմա կանգնել ասма զենքը առել ենք։ Չեր ասում, որ մենք պաշտպանական համակարգեր ենք սարքում, հիմա բոլորին ասում եկեք տանեն, բոլորին ցույց տամ եւ այլ, եկեք, սաղին ցույց ենք տալի։ Դա պետք է որ ոնց որ թե գախտնի պահվեր, չէ՞ որ հակառակորդն էլ չիմանա մենք ինչեր ունենք։
Դու վստահ ես, որ ամեն 50 մարդը, որ եկավ գնաց այդ պաշտպանական համակարգը տեսավ, դրանից արտահոս չի լինելու։ Ոնց ես վստահ։ Բոլորից դու գելու ես։ Այսինքն նշանակում է քեզ չի անհանգստացնում։ Զենք առնելու այսօր որ պետք էր ասել եւ շոուն, որ այսօր մենք պաշտպանական համակարգ ենք ստեղծում, քեզ պետք է նախընտրական քայլի համար։ Իսկ քանի որ քո ընտրվելը Ալիևին պակաս ծռնտու չի, դրա համար ինքն չի բանանի, որ վայնասուն բարձրացնի, որ գոնե ձևի համար ասեր։ Կարող է հետո գլխի ինգնեն, որ այ մարդ կարող է Հայաստանում գլխի ինգնեն, որ այս ինչպես ասում են խաղը ծախածա սուդյան էլ առածա, չէ՞, հայտնի արտահայտությունը։ Կարող է հիմա գլխի ինգնեն, հիմա կարող է 1-1-2 հոգի ասեն, «Յա ոնց», բայց դուք հիշում եք, չէ՞, Փաշինյանը չէր հասցնում մի բան հայտարարի, չէր հասցնում ամբիոնիցիչնի Ադրբեջանից արձագանքում էին։ Բա ուր կորավ այդ արձագանքը։ Այդտենց իրանք նորմալ են համարում, հա, չգիտեն այդ 8 միլիարդի զենքում դեմ է օգտագործվելու։ Չէ, իրանք գիտեն, որ իրանց դեմ չի օգտագործվելու։ Ու ասում են ավելի լավ է այդ փողերը դու ծախսի։ Ծախսի, որ հանկարծ նորմալ տեղ չօգտագործես։ Մի բան էլ ուղղակի ներկայացնեմ, ուրեմն որ Ռուսաստանից եւ Ղազախստանից ներմուծված ցորենի նմուշները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՕԱԿ-ում ենթարկվել են որակական փորձաքննության, լաբորատոր փորձաքննության արդյունքում Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է երկրորդ, իսկ Ղազախստանի նմուշը երրորդ կարգի ցորենին, բայց ամսաթիվը նայեք 14-ը։ Ռուսաստանի ցորենն եկել էր 6-ին, ամսի 11-ին էկոնոմիկայի նախարարը այդ հացը կերել էր։ Լաբորատորիան պատասխանը տվել է 14-ին։ Բա դու ի՞նչն էիր կերել։ Բա հետա որ ասում եք մարդիկ չեն հավատում։ Եք կարող է հիմա ասում եք 4-րդ կարգը նայեցիք տեսակ 3-րդ է։ Կարող է նայեք տեսնեիք զիբիլա, բայց արդեն էկոնոմիկայի նախարարը կերել է, հա։ Ձեզ հավաստիացնում է որ Ժորժ ջան մի անհանգստացեք։ Այդ ամեն ինչը նորմալ է։ Եթե գոնե այդ աշճանի անգրագետ չլնեք ու մարդկանց փորձեք բացատրել, կարող եք ուրիշ բան ասել։ Ասեք Ժորժ ջան, ենթադրենք Ադրբեջանից է եկել։ Հա, ենթադրենք Վրաստանից է եկել։ Վրաստանից ինչ է, ադրբեջանցի չի կարա Վրաստանի տարածք մտնի, տենց բարդ է։ Կամ Ադրբեջանի տարածք, Վրաստանի տարածքում ադրբեջանցիներ չեն ապրում։ Ենթադրենք եկավ մի բան, որտեղից ուզում է գա, մենք մեկա ստուգելու ենք։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է SSSS կոմպոնենտները, լամիատել ալրաղացում էլ գնում ես տեսնում ես, որ SSSS փուլերն անցնում է, Ժողովուրդ ջան, հանգստացեք, ամեն ինչ նորմալ է։ Մարդիկ կլսեին, ինչ որտեղ կասկած կունենային, բայց կհանգստանային, կասեն դե լավ, եթե որտեղից էլ գալիս է այս ամբողջ փուլերն անցնում է, ինչ որ միտեղ կարող ավելի հանգիստ լինեին։ Չնայած կարող է մոդիֆիկացված մի հատ այնպիսի հավելում լինի, որը այսօր քո լաբորատորիան չֆիքսի, գլուխները չգողակ, թե դուք ամեն ինչը կարող եք ֆիքսել։ Այդ օրը կարող է չֆիքսի, որոշ ժամանակ հետո դա գլուխ բարձրացնի։ Անմիջապես այդ օրը չֆիքսի, որովհետև հո այդ օրը չեն թույնելու որ բռնվեն։ Կարանես բանանեն, որը ամիսներ, տարիներ հետո արձագանք ունենա, որը այսօրվա քո տեխնիկական հնարավորությունները չտա լաբորատորիայի փորձարկումը։ Ինչու համար եմ ասում։ Տարական գրագիտություն չունեն, մարդկանց կասկածը եթե փարատել էիր, փարատում էիր, այս ներկայացնեիր, որ Ժորժ ջան հանգստացեք, դա դեռ հաց չի դառե, դե սպասեք մինչև լաբորատորիան պատասխանը չտա, սպասեք մինչև այս չլի, այն չլի, դա ավելի համոզիչ չէր լինի, որ ոչ թե կանգնեիք, ասեիք, մենք արդեն կերել ենք, բայց լաբորատորիան դրանից 3 օր հետո արդյունք տվե։ Իսկ սա վերաբերում է բոլոր հարցերին, Ժողովուրդ ջան, այս մարդկանց պատկերացումը ինչա կատարում։ Այս աշճանի պարզունակ է այդ ամեն ինչը։ Հետո զարմանում են մարդիկ իրանց ինչի չեն հավատում։ Հետո զարմանում են ինչի են մի ասած բանը 50 անգամ տարբեր ձևի ասում։
մի քանի պաշտոնյան նույն հարցի հետ կապված տարբեր կարծիք հայտում ու անպայման նույն պաշտոնյան մի երկու կարծիք պետք է հայտնի, որտեղ ասել է ուսումնասիրել է հասարակական կարծիքը փոխել է անմիջապես։ Դժվար էր մի հատ զանգել, մի հատ գոնե որևէ մեկին մասնագետի ասել հարգելի մասնագետ, մի հատ ասա։ Ուսադիրները փոխվում է որևէ մասնագետի հարցնել։ ChatGPT-ին դիմեք, ChatGPT-ին կդիմի մասնագետներին։ Կասի ժողովուրդ ջան, լա մի հատ ասեք, ինչ է իրականում, որ այս անհասկացողներին հասկացնենք։ Գոնե իրանց միջոցով ճիշտ բան է իմանաք։ Մեկը եթե ուղեղ չունեք, ChatGPT-ն ձեզ չի օգնի։ Դա օգնում է գրագետ մարդկանց, որը որ ունի բազա գիտելիքի, ստացավ ինչ-որ ինֆորմացիա, համեմատում է իր գիտելիքի բազայի հետ եւ գիտի ինչը վերցնի, ինչը չէ։ Եթե համարեք, որ դա գիտելիք է, այդտեղ էլ եք սխալվելու։ Ինձ օրինակ մի հատ հարց տվեցին, թե Տրամփի ուղին Հայաստանի համար վերջը լավ է թե վատ։ Հիմա ինչ կարծիքի եմ ես, այդքան մտահոգությունների մասին, որ խոսում ենք։ Հիմա դա լավ է թե վատ։ Իհարկե այդ մտահոգությունների մասին խոսում ենք, եթե խոսքը վերաբերի Միացյալ Նահանգների հետ գործընկերության, միանշանակ լավ է, ինչի մասին է խոսքը։ Այդ մասին 20 տարուց ավել է խոսում եմ, հո նոր չի որ խոսում եմ, բայց ուրիշ բան է, անհանգստացնողը ուրիշ բան է։ Անհանգստացնողը նա է, որ մենք ունենք շատ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որի հետ կապված շատ մեծ հետաքրքրություն կա, բայց այդ տարածքով անցնող ճանապարհը այդքան բիզնես նպատակը պետք է չլներ, կամ այդ 42 կիլոմետրի համար ինչքան գումար կվճարեն, որ խոսում են միլիարդներ են մեզ տալու եւ այլ, հեքիաթ է տենց բան չկա։ Այլ քաղաքական դրդապատճառներով դու լինեիր գործընկեր, որ քեզ գործընկեր համարեին։ Ստեղ խնդիրը նա է, որ Տրամփին հետաքրքրում է բիզնես պրոյեկտ որպես այդպիսի։ Եկեք իր այդ լավ լինենք, այդ բիզնես պրոյեկտը անենք։ Եվ այդ բիզնես պրոյեկտի մեջ առավելագույնը ինքը կարող է վերցնի Միացյալ Նահանգների համար, այն դեպքում կարող է հաջորդ ադմինիստրացիայի հետաքրքրված լինի այդ ծրագրով շատ կամ քիչ, հարցը դա չի, բայց մենք տենց է չդարձանք Ամերիկայի համար պարտներ։ Եթե Ամերիկայի համար պարտներ դառնայինք, առաջի գոհունակությունը ես կհայտնեի, բայց Ամերիկայի համար մենք պարտներ չդարձանք, ընդհանրապես բիզնես ծրագիրը համատեղ ձեռնարկություն։ Ինչը Ամերիկայի համատեղ ձեռնարկությունը Ամերիկայի դրոշը դրած ադրբեջանցիները չկրակեցին վրան, ստիպված Հայաստանի կառավարությունը որոշեց գործարանը տեղափոխել։ Բա ինչի չպաշտպանել, որովհետև դա ընդհանրապես տնտեսական ծրագիր էր։ Ամերիկան անվտանգային առումով ներկայացված չէր։ Պետք չի մարդկանց խաբել, թե Ամերիկան եկել է դժգոհեք։ Ամերիկան, որ եկած էր, Ռուսաստանը ստեից գնացած կլներ։ Ամերիկայի գալուց հետո Ռուսաստանի հետ հարաբերությունն ավելի է ջերմացել։ Չեք նկատում դա։ Ռուսաստանի դերակատարությունն ավելի է, բա ոնց է Ամերիկան եկել։ Իհարկե Տրամփի ուղին, եթե նորմալ իր նպատակին ծառայի, շատ ողջունելի է։ Էնպես չլի, որ այդ ստորագրած փաստաթղթերով մենք մեր հաղթաթուղթը տանք Ամերիկային, բայց դա դառնա ընդհանրապես Ամերիկայի համար բիզնես պրոյեկտ։ Քաղաքական առումով, անվտանգային առումով դրանից ոչինչ չենք կարող շահել, բայց դրանից հետո էլ Ամերիկայի ձեռից էլ չես կարող վերցնես, քանի տարով տվեցիր, Տրամփը կգնա ուրիշը կգա, դու այդ քաշը չունես, որ Ամերիկայից հետ վերցնես կամ վերանայես պայմանագիրը։ Այսինքն այն ինչ որ այսօր ստորագրես, դա քո վզին մնալու է 49 տարի կամ 99 տարի։ Այլևս այդ հաղթաթուղթը աշխատեցնել չես կարող, վերանայել նույնպես, եթե նույնիսկ ադմինիստրացիան փոխվի։ Դա է մտահոգիչը։ Մի բան ուղղակի վաղարշապատի ընտրությունների հետ կապված ասեմ, որևէ կարծիք չեմ հայտնի, թե ում ընտրվելն է ճիշտ կամ սխալ, առավելևս ընտրությունը վաղն է, այսօր էլ արդեն լռության օրն է, պարզապես վաղը սպասում են մարտիկ ընտրության, ամբողջ ընտրական process-ը գնում էր այսպես։ Թույլ չենք տա, որ Գյումրի 2 սիտ տեղի ունենա, այսինքն ընդդիմադիրները բոլորը միանան եւ ընդդիմադիր քաղաքապետ անցկացնեն, մի մասն էլ մտածում է թույլ չենք տա, որ Երևան 2 իրականացնեն, այսինքն չլինի գնան ընդդիմադիր ձայները Երևանում վերցնեն, հետո միանան քաղաքացիական պայմանագրին եւ քաղաքացիական պայմանագրի տեխնացուն դառնա քաղաքապետ։ Ամբողջ պայքարը գնում է թույլ չենք տա Երևան 2, թույլ չենք տա Գյումրի 2։ Իսկ մեզ համար որն է կարևոր, որ այս ամեն ինչը մենք նայենք մի քանի ամիս հետո համապետական ընտրություններ է։ Ու այսօր կյանքը ցույց է տալիս, որ ելի հիմնականում դաշտում մնացել են Երևան 2 եւ Գյումրի 2 անողները։ Որովհետեւ այդպես է չձևավորվեց այդ արևմտամետ ուժը։ Լավ համարենք տեղական ինքնակառավարման ժամանակ կարող է չձևավորվեր։
Գյումրիում մի հատ տենց անհաջող փորձ արեցին, այն էլ դա եղավ նրա համար, որովհետև ասոցացում էին իշխանության հետ։ Բայց հարց Երևան համապետական ընտրություններում, եթե մենք չհասկանանք, որ եթե այդ նորմալ այլ ընտրանքը չձևավորվեց, նորից պայքարը 26 թվին գնալու է այս երկու ուժերի մեջ, ավելի մեծ պրոբլեմ դուք պատկերացնում եք։ Հիմա տեսնում եք պայքարնում մեջ է գնում։ Պատկերացրեք, որ դա չձևավորվեց։ Մարդիկ դրա լրջությունը, դրա վտանգը չտեսնան։ Այն նույնը ելնելու է 21 թվականի ընտրության կրկնությունը 26 թվականին։ Վերջ։ Դրա համար այդքան որ ասում ենք այդ այլ ընտրանքի անհրաժեշտությունը, չնայած դրա մասին միշտ էլ խոսում ենք, ես էլ ասել եմ, որ դրանով շատ լավ հետաքրքրված եմ եւ նաեւ շատ մարդկանց հետ հանդիպումներ ունենում ենք, իհարկե բնական է ոչ հրապարակային, չի եկել այնպիսի փուլ, որ հրապարակային ասենք, այ էս ինչ բանը ձեռք ենք բերել, բայց հարցը մենակ դա չի, ես էլ եմ կամ մյուսը ելնի, դա պետքա կայանա ժողովուրդ ջան, եթե չկայացավ դաշտը հանձնում ենք իրանց։ Այս սրան է վերաբերվում, որ սրա հետ կապված պետքա շատ ուշադիր լինել։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ակադեմիական քաղաքի տարածքում աշխատանքներ ներնայում, հետո հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքի տարածքում աշխատանքները մտնում են գործնական փուլ, իհարկե այդ ակադեմիական քաղաքը նույնպես փորձում են ներկայացնել որպես sense գովազդային հոլովակ, այդ տեսեք ինչեր են անում, դրա մասին հանգամանորեն ժամանակին խոսել եմ, հիմա մի հատ ուղղակի էլի կարճ կանրադառնամ, չնայած հաշվի պետք է առնել, որ մեր հարթակում ամեն օր մարդիկ են միանում, շատ դեպքերում երբ որ հարցալու մարդը նոր է միացել եւ հարց է տալիս, բայց այդ հարցի մասին ես խոսել եմ մի տարի առաջ կամ 2 տարի առաջ կամ մի ամիս առաջ, ուզես չուզես անդրադառնում ես, որովհետեւ կստացվի այնպես մարդը եկել միացել է հարց է տալի, չես պատասխանում։ Ու ոչինչ, որ եթե նույնիսկ ինչ որ մի հարցի մասին էլի ենք խոսում, կրկնությունը նա միայն օգտակար կարող է լինել, որովհետև շատ դեպքերում մեզ համար շատ կարևոր այն մարդիկ, ովքեր մեր հարթակում շփվում ենք իրար հետ, լսում են, ինտելեկտուալ մարդիկ են, առյուծի բաժինը ինտելեկտուալ մարդիկ են։ Պատահական մեկ մարդիկ մտնում են, զգում ես, որ ինքը թույլատրաբար մտել է, չգիտի ուր է մտել, դրա գրածից հասկանում ես, որ ինքը այս թեմայի մեջ չի։ Դրա համար մեր ոնքել կամ ես, որս նկատում ենք, արգելափակում ենք, ասում ենք գնա, դու ստեի համար չես, էլի։ Ինչի եմ ասում, հիմնականում ինտելեկտուալ մարդիկ են, որոնք իրանց խոսքը ունեն, իրանց գործի մեջ պակաս արժեքավոր չի իրանց ինֆորմացիան գիտելիքը փորձը ինձանից եւ այդ մարդիկ ասելիք ունեն հասարակությանը եւ դրա համար այդ ասելիքի հետ կապված մտածում ես որ այո այդ ամեն ինչը պետք է նաեւ լսեց մի բան դուր եկավ միացրեց իր ինֆորմացիային մի բան լսեց դուր եկավ մտավ այդ մասին կարդաց արդեն ինքը այդ ամեն ինչը տարածողը կլինի իր բառերով կասի ոչ միայն շատ կարեւոր է որ այս ինչ որ անում ենք դա տարածեք հնարավորինս շատ լայքեք սեղմեք լայք կոճակը բաժանորդագրվեք գրեք մեկնաբանություններ հարցեր այլ նաև ինքներդ ձեր խոսքով այդ ամեն ինչը ասեք որ այդ ամեն ինչը շատ ավելի լայն հասարակության հասնի տեսնում եք ինչ անհավասար կռիվա գնում ուժերի հարաբերակցության թե իրանք ինչերի են տիրապետում իսկ ակադեմիական քաղաքի հետ կապված ասեմ ինչն էր որ ես ասում եմ որ սա շատ կոպտագույն սխալ էր այս ծրագիրը նախ փորձեցին այդ ծրագիրը քաղաքից դուրս անեն հետո ֆանտազիաները չհերիքեց քաղաքը բեռնաթափեն տարան կպցրեցին քաղաքը մեծացրեցին ոչ թե բեռնաթափեցին հիմա ստիպված քաղաքի հետ կոմունիկացիոն ամեն ինչը պետք է անեն որտեղից հանգիստ կան գնան բացի դրանից այտենց անտրամաբանական բան անել այսպիսի բարդ տարածաշրջանում գտնվող երկրում որտեղ տանես մոտ 80,000 ուսանող հավաքես միտեղ ու խնդիր դնես որ բոլորը պետք է աստիճանաբար բոլորը հավաքես ամբողջ երկրի տապագան տանես մտցնես մի հատ տարածք ամբողջ երկրի պրոֆեսորա դասախոսական անձնակազմը տանես մտցնես մի տարածք աշներից առաջին թուրքական ինքնաթիռը գնում է պատահական ընկնում է Վրաստանում բա որ մեր մոտ դիտավորը լնգնի քանի անգամ ենք այդ մասին ասել դուք հասկանում եք որ չի կարելի տենց բան անել դուք հասկանում եք որ չի կարելի ամբողջ երկրի ուսանողությանը կենտրոնացնել միտեղ նախ աշխարհում տենց փորձ չկա որ ուսանողական նման քաղաքներ տարածքներ թաղամասեր կան, շատ տեղեր կան, բայց ոչ միտեղ բոլորը միտեղ հավաքած չի։ Այն դեպքում որ բավական անվտանգ երկրներ են։ Իսկ մեր մոտ ինչ կարող է կատարվի։ Ջրի հետ մի բան կատարվի, ամբողջ թաղամասը կարող է թունավորվի։ Սնունդի հետ մի բան կատարվի, ամբողջ թաղամասը տեղից է սնվում։
Վերևից մի բան ընկնի գալով այ կներեք ժողովուրդ ջան, երկինքը բացել էինք, եկան վրով թռավ, պատահաբար այդ ինքնաթիռն եկավ ընկավ։ Չեն անում տենց բան ոչ մի տեղ, չեն անում։ Բացի այն, որ դա նպատակին չծառայեց, բանը Երևանը ընդլայնեցիր, տեղից էլ նայում ենք Երևանի վիճակը ինչա, օդի աղտոտվածության վիճակը ինչա։ Տեղից նայում ենք այս խայտառակությունը Երևանի ներսում։ Հիմա էլի Երևանը մեծացրեցինք։ Անունը դրել էինք, բեռնաթափում ենք։ Եվ դրան գումարած կենտրոնացնել բոլորը, ռազմավարական առումով, անվտանգային առումով կոպտագույն սխալ է ժողովուրդ ջան։ Ես դա ասում եմ, վաղը մյուս օրը կյանքը ցույց կտա, իրանք չեն հասցնի դա կյանքի կոչել, ու այդ վտանգը կխուսափենք մենակ նրա համար, որ իրանք ի վիճակի չէին այդպիսի մասշտաբային բան սարքել։ Մեր բախտը մենակը տեղ կբերի, որովհետև իրականում եթե դա ստեղծվի, դուք պատկերացրեք դրա ամբողջ վտանգը, ամբողջ երկրի ապագան, գիտակրթական ապագան տանում ես մի տարածքում հավաքում ես իրար գլուխ։ Սա կոպտագույն սխալ է, ես շարունակում եմ պնդել, դա որևէ արդյունավետություն իր մեջ չի պարունակում։ Հուսանք, որ իրանք ուղղակի այդ ծրագիրը չեն կարողանա կյանքի կոչել, դա իրանց հակով չի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։